Ողջույն, բարի գալուս նոր վլոգ, հավաքա սկսում ենք վլոգարանից։ Ես տներն եմ մաքրել, հիմա լվացվեցի ու դիմակ եմ դնելու։ Անպայման ուզում եմ դիմակը ցույց տալ, որովհետև ես շատ եմ հավանում ու եթե ունեք հնարավորություն, եթե ունեք ցանկություն ազատվելու լայնացած ծակոտիներից, ազատվել անհնար է։ Դա հնարավոր չի։ Միայն պիլինգներ կան, պալերովիչնի պիլինգի, չգիտեմ ոնց է կոչվում, բայց շատ ցավոտ պրոցեդուրա է, արունոտ, դաժան, բայց եթե ուզում եք տան պայմաններ մի փոքր դրանք նեղացնել, վերացնել չեմ ասում, նեղացնել, որպեսզի քիչ հավաքվի այնտեղ կեղտ, դրա համար ես ձեզ խորհուրդ եմ տալիս օգտագործել Beauty of Jesoni, այս կարմիր, մի րոպե, ոսպ չէ, լոբու, կարմիր լոբուց պատրաստված դիմակը, շատ անուշոտ ունի ու բավականին հեշտ է տարածվում, կորեական ապրանքանիշ է։ Ես շատ խնամքի միջոցներ եմ ունեցել, որոնք պետք է օգնեին ծածկելու իմ ծակոտիները, փոքրացնելու, լավ մաքրելու, բայց կարող եմ ասել, սա էլ ոչ պակաս վատն է, բավականին շատ եմ հավանում ու օգտագործում եմ շաբաթը 1 կամ 2 անգամ։ Լավ տարածելուց հետո մի փոքր սենց մասաժ եմ անում, տրորում եմ դեմքիս վրա, որ հատիկները աշխատեն և թողնել եմ այսպես 15 րոպե։ Այս դիմակը մի հատ վատ կողմ ունի, եղունգների տակն է լցվում, պետք է ուշադիր մաքրել։ Ես ունեմ սենց խոզանակ, շատ փափուկ է, սոֆթերից է բարակ մազիկներ ունի, ես դրանցով մաքրում եղունգների տակը։ Ճաշ պատրաստելուց, տորտ սարքելուց, մոմերը սարքելուց ես անպայման խոզանակով անցնում եմ եղունգների տակով մաքրում եմ, հետո նոր անցնում եմ գործին։ Դիմակը լվացի ու հիմա գցում եմ Beauty of Jesoni արևապաշտպանը։ Ես ցերեկային կրեմ չեմ օգտագործում, որտեղ իր մեջ այնքան շատ սնուցող կոմպոնենտներ կան, որ սնուցող կրեմի մեկ շերտը իմ յուղոտ մաշկի համար ուղղակի հաջողություն փակված ծակոտիներ, ողջույն լայն եւ կեղտոտ ծակոտիներ։ Հələ մի հատ ցույց տտենեմ պենեժինկետ։ Սիրունա։ Ուջուլեգոներեն։ Մամա, կոմես նոսե։ Ես այսօր պետք է խնամեմ, պետք է նայեմ ընկերուհուս 2 աղջիկներից մեկը ունի աուտիզմ մեծը ու բարդ աուտիզմը, խնդրելա որպես իրան նայեմ, որտեղ ինքը գնալի է աշխատանքի համար հարցազրույցի ու 2 ժամ, 2.5 ժամ պետք է երեխեքին նայեմ։ Որ ճիշտն ասեմ, շատ էի վախենում, փոքրին շատ եմ նայել, փոքր աղջկան, խնդիր չկա դրա մեջ, բայց չկարողացա իրան մերժեմ նաև մեծ աղջկա նայելու համար, որտեղ մարդ չունի այստեղ, որ իրան օգնի։ Իր մաման շատ հեռու է ապրում, ամուսինը Պրահայում է ապրում, ընկերուհիներ չունի, ու մենակ ես եմ եկել, մեր մյուս ընկերուհին էլի աշխատանքի չի կարա նայի։ Խոսքով ես եմ մնացել, ուզում ենք կիսենք, մեկը մեկի մոտ գնար, մյուս ընկերուհում էր, այն մեկը գարի մոտ, այն էլ չստացվեց։ Հիմա ես անկեղծ եմ ասում, շատ մեծ տագնապ է հիմա իմ մոտ, որ ես պետք է նայեմ մեծ աղջկան, ով ունի աուտիզմ, որովհետև ես չգիտեմ, առաջին անգամ պետք է իրան նայեմ։ Իմ մեջ մի տեսակ այդ վախը կա, բայց ես պետք է այդ վախը հաղթահարեմ իմ մեջ, եթե ծնողը ինձ վստահել է ու ասեց խնդիր չկա, ինքը ոչ մի վատ բան չի անում, իրենք երեխան շատ խելոք երեխա է, ուղղակի չի խոսում, շատ բառեր չի հասկանում, իրեն սովորեցրել են ժեստերի լեզվով,
շփվել, եթե մի բառ չի հասկանում կամ պետք է ասել, ինքը հեռու է գնում, շվացնում են, երեխան հետ է գալիս։ Ես հույս ունեմ, որ գլուխ կհանեն, իրենց տան ինչ վախենալու։ Ես իրենց տանելու եմ խաղերի տեղ, մի անգամից մեր շենքի հետևը փակ է, 4 կողմից շենքեր են, ելնի 2 տեղից կա դուրս գալու հնարավորություն, ու որ դուրս ես գալիս միանգամից փողոց չի։ Շատ հարմար է մեր շենքի հետևի խաղը հրապարակը։ Ես տերախոն կբերեմ երկուսն ընդեղ իմ երեխեքի հետ թող խաղան, կփակեմ դուռը, այնտեղ փակ տեղ կա, որ մտնեն խաղան, թող ճոճորվեն, տղաներս ֆուտբոլ կխաղան, հեծանիվ կքշեն, ես հուսով եմ, որ ես կկարողանամ գլուխ հանեմ Ռոզայի հետ։ Այդպես հաջողություն մաղթենք ինձ, ես դիմակը դնում եմ ու բարկում եմ մի կես ժամ քնեմ, որ ես շատ ուժ ունենամ, որ կարողանամ 4 երեխա նայեմ, երեք չի մեր շատ ակտիվ, գերակտիվ երեխաները ու ուրիշի պատասխանատվության զգացումը չի երապատկում, քառապատկվում։ Հանգստացա, մի փոքր շպարվեցի, որ դեմքիս հոգնածության տեսքը չերևա, ես գիշերը շատ ուշ եմ քնել։ Սերիալ ունեմ, սերիալը վերջացավ, հետո անցա ֆիլմի նայից վերջացրեցի, ժամը 3-ն էր, 7-ին էլ արթնացել եմ, վեր եմ թռել։ Չեմ արթնացել, վեր եմ թռել։ Հուսամ, թե ուժերս թարմա, 45 րոպե քնել եմ։ Այն էլ վեր թռա, որովհետև հեռախոսի զանգ եկավ, էլի վեր թռա։ Ուժերս հավաքել եմ։ Գնում եմ վերցնեմ Լևոնին, Սուրենին հետ Էլենային պուճուր երեխուն ու գա մեր խաղերի տեղը։ Դրսում էր եղանակը փարսի պես նայեք։ Երևում է մռայլ անպահմած։ Մենք էլ ուզում ենք ժամը 6-ին գնայինք բոլորով դուրս հեծանիվ քշել երեխեքը, մեծ դաշտ կա այդտեղ, հենց հեծանիվների համար նախատեսված ճանապարհը, որ երեխեքը այնտեղ քշեն հեծանիվ, տեսնենք ոնց կստացվի, եղանակը կթողի թե չի թողի։ Չլինի կգնանք PlayStation խաղալու։ Левон, где Лео? Лео я там, а где Сури? Там я Сури, актовку от Левона, же? Myslíš, že on je žák? Jdeme za Rozou? Jdeme na hlavu. Za Rozou a za mamkou. Roza s tatou Nelou přijdou na Rakos. Potom doma. Surik? Dívej se na mě. Tati kovara. Update ենք անում։ Ոնց անցավ, իմ համար իսկապես մեծ փորձություն էր, ես մինչև այդ պահն էլ անգամ երբ որ իրան հետևում էի երեխուն իմ մոտ, ընտրվողաներ ու ես հոգեպես այնքան էի հոգնել, իմ ուղեղը այնքան էր հոգնել, կա տենց արտադրություն, ուղեղը հոգնել։ Լավվել էի մի այլ կարգի ու լավա Լևոնը ինձ օգնում էր, նայում ենք փոքրին, Սուրիկը ինձ օգնում էր, իրենք ինձ ընդհանրապես չեն խանգարում իմ երեխեքը, նման պարագայում իմ երեխեքը ոնց են դառնում հասուն մարդ, ես ապշած եմ մնում, երբ որ մենք մենակ ենք տուն, իրենք երեխա են, իրենց չարաճճությունները, իրենց մեկ-մեկին չհասկանալու նակությամբ, որ ներվահան են անում, բայց դրսում նման հարցերում իրենք ինձ լավ օգնեցին, ես չի սպասում տենց բան, ես այնքան ուրախ եմ, որ իմ երեխեքը կարան ինձ տենց հարցերում օգնեն ու դրսում կապ չունի որ իրավիճակում իրենք ինձ չեն խանգարում, որ դիտակ չեն գնում, օգնում են, այս ամբողջ պատմության միակ պլյուսը իմ համար դա էր։ Մենք եկանք տուն այդ երեխան սկսեց իր մոտ նոպա, ես չէի հասկանում ինչ է իր մոտ կատարվում, ինքը ինչ է ուզում, մտավ մեր սենյական կողմը սաղ քանդեց, գոռում էր ու ես այնքան եմ խղճում նման դեպքերում մայրերին, ասում են չի կարելի խղճել, բայց ես խղճում եմ տենց մամաներին, որտեղ իրենք շատ արժան իրականության հետ են ապրելու մինչև իրենց կյանքի վերջ։ Ես որոշեցի, որ եթե այդ ընկերուհիս էլի խնդրի որ նայեմ իր մեծ աղջկան, ես մերժելու եմ։ Պետությունը թույլ է տալիս ծնողին վարձել դայակ, վճարել պետությունից, ավելի լավ է վերցնեն դաստիարակ, դայակ, խնամող կնոջ, որ պրոֆեսիոնալ է գործում ու ինքը տա իր աղջկան այդ մասնագետին, բայց ես այլևս մեծ աղջկան, որ ունի աուտիզմ, ես իրան չեմ նայել, որովհետև իմ առողջությունն էլ ինձ համար չափից դուրս կարևոր է։ Մի անգամ օգնեցի խղճալով, բայց երկրորդ անգամ էլ չէ, հուսով եմ, որ երկրորդ անգամ չի կանչի, չնայած որ մեր մյուս ընկերուհու հետ էի խոսում, պատմում է ինչ ա եղել, կզանգեց ասում եմ ոնց ես, ասում եմ վատ եմ, մյուս մամաներն են ինձ օգնում, ես երախում նայեմ դուրս, որտեղ փախնում է։ Այդ փախնելու պատճառով մենք տուն եկանք, մենք շատ չմնացինք դուրս։
ու ինքը ասում է, որ իրավունք չուներ էլի երկու երեխային վրա թողեր, պետք է ինքը ավելի գիտակից լիներ, որ իր հիվանդ երեխուն պետք է թողեր մասնագետի մոտ։ Այո, աուտիզմն էլ է հիվանդություն, դա աուտոիմուն հիվանդություն է ու խնդրում եմ մի վիավորվեք այդ բառից, հիմա դա այդպես է։ Անցնում ենք թեման, ես եղել եմ Ռոսմանում, աշխատանքի կենտրոնում, սենց սոկ եմ առել, ջուր եմ առել, թույլ գազավորված, թույլ նարնջի մանգոյի համով ինքն վատնա։ Ուղղակի որ փող եմ տվել առել, պետք է խմեմ խողը, թափեմ։ Եք ձեզ ցույց տամ, թե ինչ եմ առել Ռոսմանից, ուրեմն երկու մազի ներք, մազերս ներքում եմ վերջապես սև, էլ չեմ ընկնել շագանակագույնի հետևից, կես տեղը ներքում է, կես տեղը լավ չի ներքում, խարախշտիկ բաներ է լինում։ Ես ուզում եմ, որ սիրուն սենց արանքներում լոքոններ, որ անում էի սիրուն գույնները երևար, մի քանի երանգներ լինեին, բայց նարվերս չի հերիքում, ես չեմ կարող այդքան երկար պայքարեմ, ինձ այդ հունից հանում է, ես շատ հոգնած մարդ եմ։ Սև մազի ներք, կապտասև, ավելի կոնկրետ ներկում եմ ու վերջ պրծնում եմ, նկ ամիսը մեկ սենց արմատները կապ ներկեմ, որովհետև Անահիտը ճերմակում է, բայց չի ծերանում։ Հիմա շատ տարածված է, հիմա չէ, վաղուց տարածված է, ուղղակի ես հիմա եմ սկսել հավանել, ինձ մի փոքր դուր է գալիս, խուճուճ մեթոդը, Կուդրյավի մեթոդ։ Հիմա մազերս ուզում եմ կուդրաշկեք անեմ, լոկոններ։ Ես վերցնեմ ամենամաչելի 3 պրոդուկտները, դրանք Իսանա բրենդից են, ես բայ, սաղ Իսանա է։ Եղոսքով, կզիվ եմ էլի, փող չեմ ուզում ծախսեմ թանկանած բրենդների վրա, Իսանա եմ առնում, որ վատուներ չի առնի։ Ժելը, տղամարդկանց համար, որը ունի 3-րդ աստիճանի ֆիքսացիա, այսինքն պետք չի որ չոր լինի, պետք է որ մի փոքր շարժվեն մազերը։ 3-րդ ֆիքսացիայի լակ, ինչպես նաև 3-րդ ֆիքսացիայի մուս։ Շատ ուժեղ, էլ եմ ասում, պետք չի։ Ինչի Իսանա, որովհետև ինչ տարբերություն, ինչ լակ ես օգտագործում, եթե բոլորը մի ձև են աշխատում, ժելեն, մուսն են նույնպես։ Տոնիկ վերցրել եմ Իսանայից, սա լվացվելուց հետո եմ կսելու, էլ եմ ունեցել սրանց իրենք շատ լավն են, հատկապես իմ մաշկինը համապատասխանում, ես մինչ լվջրով որ լվանում եմ, հետո մաշկը սկսում է կարմիրելը գրգռվել է, սա հանգստացնում է, սա եւս մեկ շերտով մաքրում է տոնային կրեմը կամ դեմքի աղտոտվածությունը եւ ունի հանգստացնող հատկություն, իսկապես շատ լավն է, ուշադիր նայեք, եթե ունեք իմ նման խնդիր յուղոտ մաշկ, բայց որ նաեւ կարմիրում է ու շատ շուտ է ջրազրկվում, խնդրեմ, սա իդեալական տարբերական։ Եվ նոր շարք ունի Իսանան, կորեական է, մոտ 2 ամիս է ինչ գոյություն ունի, միայն լավ մեկնաբանություններ եմ տեսնում, իմ մոտ հիմա միայն պակասում էր լվացվելու գել, լվացվելու փրփուրը, դեմար սա վերցրեցի, ուրիշ ամեն ինչ ունեմ, զուտ փորձելու համար ամբողջ շարքը չեմ առել, բայց եթե սա հավանեմ, ես նաև կփորձեմ իր աչքերի տակի շիճուկն էլ առնել, որտեղ իմը ռետինոլով է, ես միայն երեկոյան եմ կսում, ինձ ցերեկային էլ է պետք։ Եթե լավ է եղավ, շենց ինձ թվում է, որ լավը կլինի, որտեղ վատ բան չեմ տեսել, մենակ իր մեջ վատն է, ուրեմն BHA ու PHA թթուներով է, բավականին մաչելի են, նաև տամպոններից է ուզում գնեի, հենց կլոր շիկը ունի, երբ որ տոներա մեջը ու շերտազատում եմ աշկա, այդ ընտիր բան է, ուղղակի չկար այդ Ռոսմանում, ասի լավ թող մնա, չկա, հետո կառնեմ, այսքան բան, ես էլ իմ առևտուրը, շարունակում ենք վլոգը, հուսով եմ, որ շատ չեմ խոսում, ձեզ շատ չեմ ձանձրացնում, գնացինք առաջ։ Եկել ենք մեծ խաղերի տեղը, հեծանիվ քշելու, քշեցինք, հիմա հետ ենք գնում տալիս տուն, բայց ոտքով ենք որոշել գնալ, որ երեխաներ մի փոքր ավելի երկար հեծանիվ քշեն, հենա, այն սուրիկն է, գնացինք, շատ լավ անցա, վերցրել ենք մեր հետ գարեջուր երեխաների համար, սոկ, Սուրջան այդտեղ կանգնի ճանապարհը, հելել թարել է իր 32 կիլոյով նստել ես խեղճ ուսերին։ Լևոն դու ծանր չես գորի համար։ Ծանր չես գորի համար։ Ասում է չէ։ Ասում է ես պետքա վազեմ, որ պարապում եմ։ Ինձ ասում է, որ ես ձեզի չասեմ։ Մի հասա։ Նենա, թմբլիկն էլ հետևից է վազում շնչակտուրը։ Գնացինք Լևոն։
քեզ խելոք կպահես, Լևոնին չջղայնացնես, որի կյանքը չուտես, լսեցիր, դե բացի դուր գնա, հլն է, ռաժոկով, արդեն չարությունով ես դու գնում դուրս, գնա, Հենա Լևոն իր անկերոջ հետ է, խաղում են, էսի Սուրիկն է, էլի հարցեր ունի, մի հատ գնա գորի հետ խաղալու, բրինձս պատրաստ է, անցնում ենք մյուս բաղադրիչները կտրտելուն, քանի որ ես նորի չեմ սիրում, ես հունձուկ չեմ սիրում, ինչպես նաև չեմ սիրում իկրա, դրա համար վերցրել եմ ծխայցված սաղմոնի բարակ հատիկներ, մսեր, մի խոսքը բարակ սաղմոնի տալաշներ, չգիտեմ կուլտուրական բառը, վերցրել եմ վարունգ, ավոկադո և պանիր սերուցքային, հիմա անցնում ենք այս երկուսը կտրատել մանրացնելուն, մինչև բրինձը կսարչի, քանի որ բրինձը խաշել եմ առանց աղի, ես հիմա ավելացնում եմ մոտավորապես 1 ճաշիկ թալ, սովորական բաժակի մեջ, քացա խնձորի, ավելացնում եմ աղ, մի քիչ, այսքան, կես թեյ գթալ և 1 թեյ գթալ շաքարավազ, խառնում եմ, որպեսզի լավ լուծվի, վարունգը և ավոկադոն մանր կտրատեցի, հիմա ավելացնում եմ բրինձի, սառած բրինձի վրա, քացախով և շաքարավազով զանգվածը ու խառնում եմ, ավելացնում եմ 200 գրամ սերուցքային պանիր կամ կատնաշոռային պանիր, խնդրեմ, այսպեսի զանգված ստացենք, հիմա ամենահետաքրքիր մասը, ոչ ավանդականը, ես դնում եմ ձեռնոցներ ինչի համար, որովհետև ես չունեմ այդ գորգից, սուշի, իմաց չգտա դրա ձեռք բերելու, որովհետև ես իրենցով այս զանգվածով անելու եմ գնդիկներ, անում եմ գնդիկներ, դնում եմ սառնարանում մի 10 րոպե, որ ավելորդ խոնավությունը մեջից դուրս է գալիս, լավ գնդերը կպնում են իրար, չնայած 200 գրամ սերուցքային պանիր մեջը, ես հույս ունեմ, որ այս ճղճղոցը ձեր վրա չազդեց, վերցնում եմ տախտակը, թացա մի հատ վրացնեմ, վերցնում եմ գունդ, մոտավորապես, այսպես, փոքրիկ գնդիկներ եմ անում, փորձում եմ, նաև սեղմում եմ, որ իրենք ավելի ամուր լինեն ու վերջ դնում եմ տախտակի վրա, պուճուր գնդերել պետք է անեմ իմ պուճուր տխաների համար, որ կծելով չուտեն մի անգամից դնեմ բերանները, պզլիկ բաները լինում, այնուհետև սաղմոնը կդնեմ հենց վրան, գնդիկների վրա կարելի ավելացնել մի քիչ քունջութ ու կտավատի սերմեր, ձևավորել էլի, մենք որոշել ենք այսօր ոտքով քայլելով գնանք առևտրի կենտրոն իրանց համար ջինսից շալվարներ առնելու, բայց ջինսից շալվար իրանց առնում եմ տարվա մեջ մի անգամ, որտեղ տենց շատ չեն սիրում հագնել, թուրք է, չէ, եկեք արագ անցնենք արևի տակ, իրանք ուզում են շորտեր հագնել, շորտ էիր ուզում չէ հագնել, շորտ էիր չէ ուզում հագնել, գրացիասի, գնացինք, գնում ենք իրանց ջինս առնենք, որ մինչև մյուս տարի այս ժամանակները հագնեն, որովհետև նույնց եմ ասում ջինսից շալվարներ իրանք չեն հագնում, հիմնականում սպորտային տաբատներ, որտեղ դրանց ավելի հարմար է, քան ստեն նեղ ջինսերի մեջ, մենք էլ яման տեղեր չեն գնում, որ համարվի ջինսը մեր համար տեղ է տալու շոր, պստը որ այնքան որ լինի, На здравие.
Զառան ինձ վաղուց չէր հիացրել, մի հատ նայեք ինչ սիրուն շապիկներ են ու ինչ ընտիր որակից է պատրաստված։ Հիմա գինը նայենք, գինը լա շատ լավ է, մոտ 20,000 դրամ, բայց չէ ժողովուրդ սիրուն են ու սա, մի նայեք թևերը, մի կոնստրուկցիան, այս տալիայի մասը, գինը 1200 կրոն, 25-26,000 դրամ, բայց լավն է, իսկ սա ավելի կարճն է, սիրուն բաճկոն է, սա $100, խնդրեմ։ Հələ արի կանգնիստը պտատվիլը։ Ես պաշտում եմ վիետնամական լավը ու հենց գալիս ենք ստեղ, առավոտ շատ պարտադիր նախաճաշ եմ անում կամ ճաշ։ Ամառ ձմեռ անելուց հետո ձմեռային բոլոր շորերը հավաքեցի, որպեսզի դեն նետեմ։ Հետո հասկացա, որ կարող եմ ինչ-որ մեկին տամ։ Մի խոսքով, դատարկում եմ, դասավորում եմ այն իրերը, որոնք այլևս մենք չենք օգտագործելու, հիմնականում տաղաներս, գլխարկներ, շարֆեր, ձեռնոցներ, երկար շապիկներ, սվիտերներ, շալվարներ, ամբողջը տալու եմ կարիքավոր ընտանիքներից մեկին, որովհետև գիտեմ, որ իրենց սա պետք է։ Իմ տղաները հագնում են մեկը մյուսի շորերը, մեծիս շորերը հագնում են փոքրս, եթե լավ պահպանված է մնում, որովհետև տղաները այս տարիքում շոր չեն թողում, մամաները կհասկանան, նորմալ շոր չեն թողում, նկատի ունեմ, ամբողջը լավ հագնում են ու մաշացնում են, իսկ ինչը որ մնում է, ոչ եմ տանելու դեն նետեմ, տալիս եմ կարիքավոր ընտանիքներին, կան այստեղ ընտանիքներ, ովքեր իսկապես դրա կարիք ունեն, եւ ես փորձում եմ ինչ-որ կերպ նրանց օգնել։ Այս գեստը իմ ամենասիրելիս գեստներից մեկն է, եթե ոչ ամենասիրելին, երբ որ ես շատ նիհար էի, մոտ 50 կիլոգրամ եւ ես ունեի նորմալ կառուցվածք, սա հագնում էի։ Հիմա ես սա պետքա դեմ նետեմ, բայց չեմ նետելու։ Ես պահում եմ հույս ունենալով, որ մի օր կհագնեմ։ Ավելի ճիշտ հույս ունենալով, որ մի օր կնիհարեմ, որ սա հագնեմ։ Դարակները դասավորելուց մի քանի խաղալիքներ եմ այստեղ հանել, որ պետքա տանեմ դպրոց, մանկապարտեզ, ճանապարհա մեքենաների համար, նեոնային լույսերով, այնտեղ գոլֆի համար շարեր են, այն շարեր չէ, ինչ անսում, մի խոսքով ես խաղալիքները, կեգլի են ասում, ու մատիտներ, մի աշխար մատիտ, որ ունենք, մի աշխարը, ու չսրանք մինչև կյանքի վերջ չենք հասցնել օգտագործել, հիմա տանում եմ դպրոց, մեկ էլ թուղթ աղալու ապարատ, շատ եմ երեխեքի խաղալիքները տանում ես մանկապարտեզ, ու տարվա սկզբում երբ որ ժողով ա լինում, փոխտնօրենը ասում է, եթե ունեք խաղալիքներ, որոնցով ձեր երեխաները չեն զբաղվում, կարող եք նվիրաբերել մանկապարտեզին, իրենք այդտեղից սորտավորում են ու ուղարկում են կեսը recycle, վերամշակման, ինչ որ հնարավոր է օգտագործել պահում են մանկապարտեզին, կամ եթե անհրաժեշտ է մենք 4 մանկապարտեզ ունենք, իրար մեջ բաժանում են։ Մի խոսքով, ինչ-որ մի կերպով օգնում ենք մեր մանկապարտեզին ու չէ ժողովուրդ, սա ողորմություն չէ, սա նորմալ երևույթ է։ Ինձ մի անգամ ընկերուհիս ասաց, որ իրավունք չունեն մանկապարտեզները ծնողներից խաղալիքներ ուզեն, բայց ես նույնիսկ եմ ասում, նրանք չեն ուզել, ուղղակի ասում են, թե ունեք, որ պետքա դեն նետեք, ավելավատվեք մանկապարտեզին։ Ինձ թվում է նորմալ է։ Ո՞ւմ է ստանում ծաղիկները։ Pani учителькой? Вот, не брила, не брила. Добрый день. Ընկերներ, մոմ ենք սարքում, եթե չգիտեք, ես մոմեր եմ սարքում, նախորդ հոլովարկի մեջ մի փոքր պրոցեսը ցույց տվեցի, ուսուրիքի հետ էլ էինք սարքում, հիմա բաժակներս դրել եմ, սաղ մաքուր պատրաստ է, այս վարդագույնը բերում ենք մի կողմ, հիմա պետք է բաժակների մեջ լցնեմ կարմիրը, կարմիր գույնը, պատրաստ է, մնացել է խառնեմ, որ գույնը ամբողջությամբ լուծվի, այնտեղ արդեն շագանակագույնն է հալվում,
Մեզ մոտ Կիրակի արդեն ու առավոտ շուտ է, առավոտ շուտ չի խափում եմ 12-ին 20-ը պակաս։ Ես նոր եմ լվացում, մինչև սկիչեմ էլ հագնվել։ Մինչև արթնանում Կիրակ երեխեքին հաց եմ սարքում, մինչև ես կոմենք ում հավաքում եմ տները, հետո վերջում նոր լվացում եմ, նոր հագնվում եմ։ Հիմա ձեզ ուզում եմ ցույց տամ, ինչ եմ ձեռք բերել խանութից, Ռոսմանից նոր խոնավեցնող կրեմ, ինքին շատ դուր եկավ, ես տալիս տունը փորձեցի, տալիս էր արել, իդեպ իմ մաշկ այնքան վատն է, յուղոտ ամեն բան չի գնում իմ մաշկին, դրա համար ես շատ երկար եմ ման գալիս, մինչև գտնում եմ իմ համար իդեալական խոնավեցնող կրեմ։ Ես իրանը փորձեցի, ասացի այլ եմ փորձեմ առավոտ շուտ էր, այս ժամերներ, ասացի մեկ փորձեմ, տեսնեմ մոտս ոնց է դեմքիս նստում, հանկարծ դուրս չտա, որտեղ ունեմ բյուջե ու ջեսոնին կլորամանում, փոքր էլ կսեմ, մեկը դեմքս դուրս է տալի, ծակոտներ, խցանվում է, սկսում է բզուկները հելնելը։ Ես կսեցի, դեմքս ընդհանրապես դուրս չտվեց, հաջորդ օրն գրանցի, ես մի հատ էլ կսեցի, էլի դուրս չտվեց, ասացի չգնում առնեմ, ու առա, անմիջապես իրանց տնտի չէ, ու առա, առաջին անգամ եմ բացում, այսպես քնունի, ու մեջինը կապույտ է, նայեք, մոխրագույն ավելի շատ, չէ կապույտ, Դոկտոր Ալտեային է, կորեական կոսմետիկա է, ես հույս ունեմ, որ երկու օր կսեցի դեմքս դուրս չտվեց, նույն ձևել հիմա կլինի, որովհետև իմ համար խոնավեցնող կրեմ գտնելը դա մեծ խնդիր է, ես շատ քիչ եմ խոնավեցնողն օգտագործում ցերեկային խնամքի ժամանակ, որովհետև ես վրայից էլ անպայման քսելու եմ արևապաշտպան, հիմնականում ես խնամքիս մեջ առավոտները չեմ օգտագործում խոնավեցնող, որտեվ իմ արևապաշտպանի մեջ արդեն իսկ կա ինձ անհրաժեշտ յուրաքանչյուր խոնավեցնող կամ խնամող տար բաղադրիչ, դրա համար չեմ օգտագործում, բայց երեկոյան խնամքի ժամանակ, երբ որ ռետինոլ եմ օգտագործում, երբ որ օգտագործում եմ նիացինամիդ, պարտադիր է դեմքս փակել խոնավեցնողը, ուզում եմ, որ այն հետ-հետ լինի։ Իմ Beauty of Jesson-ը տվեցի տալիս, ինձ գնեցի այս Aquamarine Water Cream, հուսով եմ, որ դեմքս դուրս չի տա, սենց նուրբ, նայք ինձ սիրում պաստելային գույները, կորեական կոսմետիկան ոչ միայն իր որակային առումով է լավ, այսինքն օգուտ է տալիս դեմքին, դուք զգում եք արդյունքը, այլ շատ գեղեցիկ եւ էսթետիկ են, ու կապ չունի, որ ապրանքալիշինը գնեք, ոնց որ մեկը մեկի հետ սազում է։ Մեր ընթրիքի ժամն է, մենք այսօր ուտելու ենք չեխական խոհանոցից կնեդլիկներ սամիթի սոուսով եւ սերուցքով, շատ համեղ է։ Երեխեքը որ խելագարվում են սրա համար, ընտիրաստացում երեք հաճախորդս խորհուրդ տվեց օգտագործել պատրաստել ցվիչկովա այդ սոուսը, անպայման սարքելու եմ, երևի մյուս շաբաթ, այս շաբաթ մենք արդեն իսկ կարելի ասել հագեցած պլաններ ունենք կապված շաբաթվա հետ, ծնունդ, առիթներ, այս շաբաթ չենք հասցնի, մյուս շաբաթ անպայման գնում եմ խանութ, գնում եմ մսի խանութ, որպեսզի ձեռք բերեմ միս ու սարքեմ ցվիչկովա ամաչկա, հուսով եմ, որ լավը կլինի, որովհետև բոլորն են գովում ու չեխերի համար մեկ սիրելի ուտեստը, ճաշին, դա հենց ցվիչկով ամաչկով կնեդլիկներն են, այսօր հենց պատրաստեմ, ձեզ անպայման ցույց կտամ։ Տորտ պետքա թխեմ ու ոսկեգույնը պետքա խառնեմ արաղի հետ, մեծ չուզեց առնեմ, փոքր առնեմ։ Ինձանից տորտ եմ պատվիրել, ամսի 3-ի վրա այսօրվա վրա, ես հիշում էի 5-ին, որ այսօր պետք է լինի բիսկվիթների թխեև, աղավակի ստաբիլիզացիոն, նուսոր տա իրենց, մեկ էլ ասել եմ սպասի մտնեմ հարցնում, հաստատ պատվերը ուժի մեջ է, թե չէ, գրեցին, որ հա 6:30-ի կողմ կգան կվերցնենք, ու ես հիմա արագ գնացել եմ խանութ եկել եմ, արաղը առել եմ, հիմա արագ տորտն եմ թխում, որ հասցնեմ, վաղտս բերել, որ փոքր տորտ է, եսի մինչել չի, գնացինք սարքելու։ Շաքարավազի վրա ավելացնելու եմ 2 հատ ձվի ձու, 80 գրամ, 2 ձու, վանիլին, մինչև ես սա խփում եմ, հիմա մաները հանեմ, որ ալուրը մեկ էլ կակաոն կշռեմ։
Հասցրեցի։